Վստահ եմ գիտեք, որ Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է, երբ հարցնում են ինչ է սարել, այդ 8 միլիարդ դոլարը, ասում է զենք եմ գնել, հավատում եք։ Ինչ զենք։ Զենք այն ժամանակ քներ, երբ որ ինքը գիտեր որ այս պատերազմը դերն է։ Համ ինչ է քնի, նորից պատերազմի ուզում։ Զենքը քնում են պատերազմը հուսալու համար, որ գիտեր որ պատերազմը դերն է, ինքը յա թիգունքն է պարում, ոչ թե ինձ ու քեզի։ Մենք բամոր հասակարգսելի մենք պատերազմի մեջ դերնք։ Եթե ինքը զենքը ինչի համար կգնե, զենքը կնենք ապահովության համար, բայց ինքը ինչն է պահում։ Եթե դի զինվոր նորից երթամերն է զենքը ինչի համար է։ Դրա համար մարդիկ կան, խելացի, թողեցան ստուգ են։ Սա գիտեք ինչ է, եթե Հայաստանը չունի ռազմաարդյունաբերական բազա, Հայաստանը խաղաղություն չի լինի։ Այսպես մի ասացված կա. Խոճեշմիրը պրիգատովսը к войне, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն։ Ուզում ես հաղթանակ, պատրաստվիր կրվի, ուրեմն դու ուժեղ պետք է լինես, որ իրանց հետ հավասար խոսած, հավասար լեզվով։ Դա չի նշանակում, որ մի կողմը եթե թույլ եղավ, ինքը ընդհանրապես չի կարա։ Բա ուրա է զենքը բա։ Չուտեմ ես, չուտել չեմ կրնասը։ Ինքը սուդախոսի մեկն է, մա։ Հերո։ Չէ, ես տնտեսագետ եմ եւ գիտեմ այդ փողերը ոնց է տուդա-սուդա գնում։ Եվ այդ փողերից ինչքանն է զենքի գնացել, ինչքանն է ուրիշ տեղ գնացել։ Դա մեզ համար դա հենց շատ հեշտ է իմանալ։ Հեշտ է հասկանալ։ Իհարկե ոչ։